խաղաղությունն է միջավայրը, որում հնարավոր է այդ խնդիրը լուծել։ Եթե խոսում ենք խաղաղության մասին, ապա գերիներ չեն կարող լինել Բաքվի բանտերում։ Այո, հանդիպումների ժամանակ կխոսենք նաև հայ գերիների մասին, դա անկասկած կքննարկվի։ Կարող եք ինչ-որ բան անել այս հարցում, պարոն նախագահ, շրջեք էջը եւ ներում շնորհեք նրանց։ Imagine after Second World War. Պատկերացրեք, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Նյուրնբերգյան դատավարությունից հետո եւ բոլոր այն նացիստ առաջնորդներից, որոնք դատապարտվել են մահվան, 2 ամսից ոմանք կգան եւ կասեն. «Խնդրում եմ ազատ արձակեք նրանց»։ Զայդ մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակաբաշխությանը Ալիևի պարգևատրման հաջորդ օրը Բաքվի դատարանը ազատազրկման դատապարտեց ապօրինաբար անազատության մեջ պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ու մյուս գերիներին։ Որն էր այս վարսի բուն նպատակը։ Իրականում Ադրբեջանը երբեք էլ իր նպատակը չի թաքցրել, մի քանի նպատակ է հետապնդում մեր ռազմաքաղաքական ղեկավարներին դատապարտելու այս վեմադրությունը կազմակերպելով։ Առաջին փոքր նպատակը կամ ինչպես էլ ուզում ենք գնահատենք, դա ներքաղաքականն է, ցույց տալու համար իր հասարակությանը, որ ինքը հաղթող է եւ պատժում է։ Իսկ երկրորդը երկու մեծ մասի է բաժանված, մեկը հայ ազգի դեմ նվաստացնում է հայ ազգին, ցույց տալով, որ ձեր ապրած վերջին 35 տարիները ես այս դատավարության տեսքով ոչնչացնում եմ, զրոյացնում եմ ձեր կյանքի իմաստը, որ դուք ծախսել եք այդ 35 տարիների ընթացքում, եւ մյուսը արդեն հայկական պետականության դեմ է, նա իրավական բազա է ստեղծում, որպեսզի Հայաստանի Հանրապետության դեմ ամբողջությամբ իրավական պահանջներ ներկայացնի, որովհետեւ նրանց ամբողջ այս դատավարությունները ճակերտավոր ուղղված են նրան, որ Արցախի Հանրապետությունը ներկայացվում էր որպես հանցավոր կազմակերպություն եւ բոլոր այն անձինք կամ պետությունները տվյալ պարագայում Հայաստանի Հանրապետությունը, որ աջակցել են Արցախի Հանրապետության, նրանք ըստ ադրբեջանական, այսպես ասած, տեսակետի համարվում են հանցակիցներ եւ հետևանքները պետք է կրեն։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվում են Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված մի քանի հայցեր, այդ թվում հայ ռազմագերիների վերաբերյալ։ Ինչու է քննությունը դանդաղ ընթանում եւ արդյոք Ադրբեջանը կկատարի մարդու իրավունքների եվրոպական դատարանի իր դեմ կայացրած հնարավոր վճիռները։ Ադրբեջանը արդեն ունի բացասական պրակտիկա մարդու իրավունքների եվրոպական դատարանների որոշումների կատարման բնագավառում։ Կեսից ավել դատական ակտերը, շատ դեպքերում 60%-ից ավել դատական ակտերը չեն կատարվում Ադրբեջանի Հանրապետության կողմից, իսկ վերաբերվում է արդեն Հայաստան ընդդեմ Ադրբեջանի գործերը կամ հայ քաղաքացիների գործերն ընդդեմ Ադրբեջանի, բնականաբար այստեղ եւս մենք ռիսկ ունենք։ Ընդհանրապես մարդու իրավունքների եվրոպական դատարանում վեճերը դանդաղ են ընթանում, դա այդ դատարանի առանձնահատկություններից մեկն է, բայց այնտեղ կան առանձնակի գործիքներ, որոնք օգտագործելու պարագայում հնարավոր է արագացնել։ Մենք այդպիսի գործիքների դիմել ենք 2020 թվականին, 2022 թվականին եւ ունենք միջանկյալ որոշումներ Ադրբեջանի դեմ մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված, որոնք չեն կատարվել Ադրբեջանի կողմից։ Մտածում եմ, ենթադրում եմ, որ նաև այն որոշումները, որոնք կայացվեն, կրկին չեն կատարվելու Ադրբեջանի կողմից, բայց սա դիվանագիտական եւ քաղաքական հզոր գործիք կլինի մեր պետության ձեռքին, որպեսզի Ադրբեջանի դեմ կարողանանք որոշակի զսպման լծակներ օգտագործել։ Դրա համար սա թերագնահատել պետք չէ, բայց դա էլ գերագնահատել եւս պետք չէ։ ԱՄՆ փոխնախագահը Հայաստանից Ադրբեջան մեկնելուց առաջ հայտարարեց, որ Բաքվում բարձրացվելու է նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը։ Ինչ լծակներ կարող է օգտագործել ԱՄՆ-ն եւ որքանով դրանք կարող են արդյունավետ լինել։ Ցանկության պարագայում բազմաթիվ լծակներ կան, որ կարող են օգտագործվել, սկսած տնտեսական լծակներից եւ վերջացրած հնարավոր քաղաքական եւ այլ լծակներով։ Մենք ունենք նաև Միացյալ Նահանգներում ընդունված 907-րդ բանաձևը, ազատությունը սահմանափակող պետություններին տվյալապարագայում Ադրբեջանի նկատմամբ է դա կայացվել 90-ական թվականների սկզբում, այն պատճառով, որ Ադրբեջանը խոչընդոտում էր արցախահայության լիարժեք կյանքի իրացումը, սակայն այս բանաձևը սկսած 2001 թվականից այս կողմ ամեն անգամ կասեցվում է նախագահների կողմից։ Եթե Միացյալ Նահանգների նախագահան ուզենա ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ, կարող է ընդհանրապես սենատին չխնդրել կասեցնելու այս բանաձևը եւ կիրառվի, որը տնտեսական սահմանափակումներ է տալիս Ադրբեջանին։
բայց մենք տեսնում ենք, որ հակառակ գործընթացն է տեղի ունենում եւ Հայաստանի օգնությամբ Ադրբեջանը վերացնում է իր նկատմամբ Միացյալ Նահանգների հնարավոր բոլոր սահմանափակումները եւ այստեղ ակնկալել, որ Միացյալ Նահանգները այլ գործիքներ կկիրառի Ադրբեջանի դեմ, եթե Հայաստանն է խնդրում, որ այդպիսի գործիքներ չկիրառվեն, ինձ թվում է միամտություն կլինի։ Նախորդ տարի հուլիսին խոսելով այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին, Ալիևը հայտարարեց, թե ադրբեջանցիները պետք է հայ սահմանապահի երես չտեսնեն։ Այսօր արդեն հայտնի է, որ Թրամփի ուղուց օգտվողների առերես սպասարկումն իրականացվելու է մասնավոր ընկերության մաքսային վերջնական որոշումներն ու ձևակերպումները, զննումն ու ստուգումը Հայաստանի պետական մարմինների աշխատակիցների կողմից։ Իրավական անվտանգային խնդիրներ տեսնում եք։ Իրականում բազմաթիվ խնդիրներ կարող են առաջանալ գործնականում, մենք process-ի ընթացքում դա պետք է գնահատենք։ Այսօր, երբ որ պարզապես խոսակցությունների մակարդակում է սա, լիարժեք գնահատելը կարծում եմ ամբողջական չի լինի, թերություններ կպարունակի ամեն դեպքում այդ գնահատումը, բայց որ ռիսկը մեծ է, որ TRIP նախագիծը հնարավոր է չհամապատասխանի այն պահանջներին կամ այն պատկերացումներին, որ այսօր հայ հասարակությանը ներկայացվում է, կարծում եմ դա իրական է այդ ռիսկը եւ մենք պետքա դա գնահատենք ու չհամոզվենք օրվա իշխանությունների ներկայացրած պատկերացումներով, որովհետեւ միջազգային քաղաքականությունը փոխվում են, դերակատարները փոխվում են, այսօր ինչ որ շահերի սպասարկման համար դա պիտանի է, որ օրինակ այնտեղ գերակային բացառապես հայկական շահերը, մեկ այլ օր կարող է գերակային այլ պետությունների շահերը եւ միջնորդ պետությունը, երաշխավոր պետությունը այն ծավալով իր պարտականությունները կամ իրավունքները չիրացնի, ինչ ծավալով որ ի սկզբանե ենթադրվում էր։ Հատկապես, երբ որ մենք դեռևս չենք տեսել իրավապայմանագրային այն բազան, որ ամբողջությամբ կկարգավորի դրա հետ կապված հարաբերությունները։ Հաղորդակցության ուղիների ռազմական էներգետիկ ոլորտներում ԱՄՆ-Հայաստան համագործակցությունը տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու քայլեր են, թե Միացյալ Նահանգներն անկեղծորեն աջակցում է Հայաստանին։ Ազնվորեն մի պետություն մեկ այլ պետությանը երբեք էլ չի աջակցում, աջակցությունը տեղի ունենում բացառապես քաղաքական շահի համատեքստում, եթե փոքր պետությունները բավարարում են, համապատասխանում են այլ պետությունների ռազմավարական կամ մարտավարական շահերին, ապա հաստատ կգտնվեն միջազգային իրավունքի դրույթներ, կգտնվեն գեղեցիկ խոսքեր, գեղարվեստական մտքեր, որոնք կզարդանախշեն տվյալ պետության շահերի սպասարկման ուղղված գործողությունները։ Բոլոր դեպքերն են այդ դեպքերից։ Այդ թվում այս դեպքերը։ Մեծ պետությունները միշտ էլ գտնվում են մրցակցության մեջ միմյանց նկատմամբ եւ դեմ չեն լինի, եթե մեկ այլ պետության, այսպես ասած, ազդեցության գոտիներում իրենց ազդեցությունը մեծացնեն։ Այլ բան է, թե ինչպես ենք մենք կարողանում տեղադրել մեզ այդ շահերի, այսպես ասած, համալիրության մեջ։ Եթե դու չես գիտակցում այդ ամենը եւ այսպես ասած զգացմունքներով, հույզերով ես միջազգային քաղաքական գործընթացներին մասնակցում, ապա դու դառնում ես ընդհանրապես միջոց մի պետության ձեռքին ընդդեմ մեկ այլ պետության։ Սա ամենամեծ վտանգն է իր ներսում պարունակում, հատկապես փոքր պետությունների համար, որոնք պետք է ձգտեն, որ երբեք միջոց չլինեն։ Կամուրջ միգուցե, բայց ոչ երբեք միջոց։